Առաջ Նիկոլ Փաշինյանը կրկին անգամ կոռեկտության սահմանները անցնելով ընդդիմության առաջնորդների լիդերների հասցեին վիրավորանք է հնչեցրել նաև սադրանքի խոսքեր վիրավորել է կարծես պարբերական է դառնում հա այս պահվածքը ինչպես կմեկնաբանեք արդյոք հետևում եք Ուրեմն մեկնաբանությունս նա է որ արդեն եթե ձևի է պահում ուրեմն նայում եմ որ գործերը լավ չի հարցումներ են անում տեսնում որ այն առաջվանը չկա որտեղ այսօր տարվա ընթացքում բացի սուտ ասելուց, խաբելուց, բոլորն էլ հիշում են իր խոստումները, իր ասածները, որ ինքը չեկե Ղարաբաղը հանձնելու, ինքը եկել է կարգավորելու, եկել է ժողովրդի մատից փուշ հանելու, արագաչափերը փակելու եւ ասենք թե բացի արագաչափերը ժողովրդը տուգանքի մատերիալ չեն, բայց այսօր ժողովրդին դարձավ միայն տուգանքի մատերիալ որ ասենք թե այսօր պատերազմը հրահրեց Ալևին վիրավորելով եւ պատերազմ սկսեց, որի պատճառով պարտություն, խայտարակություն, զոհեր, հաշմանդամներ, հողեր հանձնել եւ հետո դրանից հետո Փաշինյանը սկսեց քծնվել Ալիևին, ներողություններ խնդրել, շնորհակալություններ հայտնել, որը դա մեր ազգին սա պատիվ չի բերում Իսկ այս պահվածքից արդեն բոլորը հասկանում են, որ առաջվանը չի, գիտի, որ վերջը եկել է, այլ ոչ ասելու բան ունի, ոչ անելու բան ունի, ոչ էլ ծրագիր ունի, ոչ էլ կարամ գրեմ եւ ստորագրեմ։ Այսքանը կարող եմ։ Փաշինյանը նաև անդրադարձել է ձեր փեսային Կարապետ Գուլոյանին եւ ձեր դստերը Ռոզա Ծառուկյանի հետ կապված անշարժ գույքի հետ կապված այս հարցում ինչ մեկնաբանություն ունեք։ Ուրեմն կարող եմ ասել, որ Գուլյան Վլադը Կարոյի հայրը իմ ընկերն է, որը գործարար մարդ, սա Հայաստանը ճանաչում է, մեծ գումարներ աշխատող ստեղծող, այդ ավել ռեկլամ անել է, որն ասենք թե տունը պետականացրել են, ինչ որ իրենց ռեկլամում, այդ ժողովուրդը դա չի ընդունում, ասենք թե Գուլյան Վլադի տղան միլիոնատեր մարդ սաղ կյանք աշխատեց ստեղծել բիզնես աշխարհում եք մի հատ տուն պետք է չունենա կամ իմ աղջիկը տուն պետք է չունենա տունը պետականացել հազարավոր մարդկանց տներ եմ նվիրել ինչի մասնա ժողովուրդը դրան չի հավատում արդեն ռեալ իրականություն է ուզում որ իր առօրյան դասկա ես կարող եմ ասել որ այդ ամեն ինչը որ այսօր չեմ զավոդից խոսեց ես դա մասին ինձ դիմել էին ասել էին սենց բան ա ուզում անի ես ասեմ կյանքում ես չեմ կարող իմ հայրենիքը փոխեմ ունեցվածքի հետ օրինական կարել ենք ամենից էլ հատեղ մետրի 25 տարի անցել է նորեն հիշել ինչի մասնախոս արկերն ենք տալի ամեն ինչը տեղը սա նշան է որ արդեն նրանք զգալով արդեն պատկերացնում իրենց վերջ եկել է այս վիճակով ժողովուրդ չես կարա պայել եւ որևէ մեկ էլ ոչ վստահ ոչ այսօր մեր երկրի սպառնալիքը մնացել է Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը էլ ուրիշ բան չկա հարկավորը վերջ տալ երկրին ասենք թե երաշխավորած խաղաղություն լինի ժողովրդին ասենք ներդրումներ լինի բարեկեցիկ կյանք սա լինի ինչ ասեմ կարամ այսօր գրեմ ստորագրեմ եւ կարամ մի բան էլ ասեմ որ Հիմնական քպեականի պաշտոններին մենք գիտենք որ նրանք պարտավորված են կատարում, նրանք իրավունք չունեն չանելու, թող հանգիստ լինեն, ինչը սկիզբ ունի նայել արդեն հաշված օրեր են մնացել ամեն ինչի, թող հանգստանան, սա ի նշան է ինքը զգալով իրավիճակը, ժողովուրդը ոնց ընդունում, հարցումները ինչ ալնում, դա համար արդեն ներվերը չի երիքում, սա հիմնական խնդիրը, այնպես որ ամեն ինչ ապացուցի ժամանակ, ինչը սկիզբ ունի նայել վերջ ունի։ Ոնց չեն կարա ցավը տանան, հա։ Մենք մի խնդրանք ունենք մեր Վարդանից որ յուղում մի փոքրիկ մատուր կառուցեք, որ մեծահասակները կարողանան գնան մոնվառեն աղոթեն։ Ամեն ինչ լավ կլինի, ամեն ինչ էլ կանենք, որ ձեր սրտով կլինի։ Այդ հիմնական նույն խնդիրն էլ, որ այսօր մենք ասել ենք, ծրագիրն էլ ունենք եւ
մատուր կառուցելու եւ սպորտալիչներ կառուցելու, որ կարողանաք սպորտով զբաղվել։ Կարող եմ ձեզ հետ նկարել։ Արի ցավը տանը, ոչ ես կարա։ Որ խնդրեմ մեղնի սպորտ դպրոց կկառուցեք։ Առանց խնդրելու դա մեր գործն է լինելու, որ դուք տեղ ունենաք, գնաք պարապեք, պիտանի մարդ դառնաք, ազգի պատիվը բարձր պայեք, հիմնեն չեսնեք, դրոշը բարձրացնեք, անպայման։ Պարոն Ծառուկյան, ես Մեղրում իմ հասակակիցներից Վասկամարտով առաջ տեղն եմ գրավել եւ 2016 թվականին համահայկական խաղերին եմ մասնակցել։ Իմ խնդրանքն է, որ Մեղրին իրենից ներկայացնում է որպես համայնք, խնդրեմ ձեզ, եթե հնարավոր է, Մեղրում բացվի ֆիթնես ակումբ, որպեսզի թե կանայք, թե աղջիկներ եւ թե մեջալ երիտասարդությունը զբաղվեն, որ վաղը մյուս օրը մեր բանակին առողջ ամուր զինվորներ ունենանք ու մեր Հայաստանի դրոշը բոլոր պետություններում ծածանենք։ Ապրել դա մեր ծրագրում կա, որ բոլոր բնակավայրում պետք է լինեն մարզական դպրոցներ, որ մարդիկ երեխաները կարան զբաղվել, իսկ քաղաքներում էլ ֆիթնես սենտր։ Դա անհրաժեշտ է, առողջ ապրելակերպ, առողջ երիտասարդություն, դա մեր ասենք դա հազանի փոխարինողներն են, դա այս ծրագրում նախատեսված է։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Ամենակարևորը ես ձեզ ասեմ, հիմնական հարցը, որ այսօր մենք ծրագիր ունենք առաջարկ Հայաստանին, որը շփվել են ժողովրդի հետ, տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ, հարցրել են, լսել են, իրենց դարդ ու ցավը, խնդիրը, խնդրեմը, որ մեր մասնագետները դա լուծումներն են նախատեսել, լուծումները արել են։ Ամենակարևորը ես ասեմ այսօրվա վիճակով տեսնելով ամեն ինչ, որ մեր այսօրվա իշխանությունը, բացի սուտ ասելուց, դադարք խոսալուց, արդեն դուք բոլորդ էլ զգացել եք։ Էլ այսօր բան չունի ասելու։ Մենակ բռնելով, վիրավորելով, ներվային համակարգը խառնված, ասենք թե չի պայելով իրեն արժանի, քարոզա, որտեղ ասելու բան չունի։ Ասել այն ժամանակ ասում էր, ես չեմ եկել Արցախը հանձնելու, ես ժողովրդի ներկայացուցիչն եմ, մենք ունենք 4 միլիոն վարչապետ, ցանկացած դուցել ենք, բայց սուտ, քամի, դադար ոչ մի բան, այսօր էլ ներվայնացած է, որտեղ ոչ մի բան չի համապատասխանում իրականություն, չի էլ կարանի արդեն։ Հիմնական ասում եմ, այսօր հիմնական մեր սպառնալիքը արդեն Ալիևն ու Նիկոլ Փաշինյանն է։ Էլ ոչ մի բան չի մնացել։ Ունենք ծրագիր եւ երաշխավորած խաղաղություն եւ տնտեսություն զարգացնելու, ապահովելու։ Հիմնական հարցը դա ոչ թե ասելն, այլ մարդ պետք է ծրագիր ունենա, որ կարողանա դա իրականացնի։ 8 տարում ոչ մի բան չկարողացան եղել, բացի պարտքեր կուտակելուց, հողեր հանձնելուց, զոհեր տալուց։ Ու այսօր ասում ես ներվայնանում է։ Այսօր ցանկացած մարդի մա հայտարարել որ մարդ չերևա, բռնում են, երեխուն են գործից անում, ակտ են գրում։ Այ եղբայրան այդպես երկի չեն պայ, վերջ եկել է։ Արդեն ինքը պետք է հասկանա, շուտ թողի գնա։ Անհնար է, կարամ գրեմ, ստորագրեմ, որ ինչ որ ինքը կարա շարունակի։ Էլ ոչ տեղա թողել, ոչ հնարավորություն, ոչ պայման։ 10,000 դրամ թոշակները եմ ժամանակ թոշակառուներին ասում են ավելացեք, մարդիկ չեն կարող միսարներ, թոշակ չի բար, ասում են միս չի բավարարում, թող խոտ ուտեն։ Անդությունից առաջ 20 օր առաջ 10,000 դրամ ավելացնել։ Ինչ է դա նշանակում։ Այս թանկության մեջ միջին զամբյուղը 78,000 է, իրանց հաշվարկով 49,000, բա ինք է սովատալու որ մարդը չեք կարում կազմակերպեք, ձեր պատճառով իրանք չունի մի ամբողջ աստ ուժելու, մի ամբողջ ժողովուրդ ուժելու, կարճ կոնկրետ, դրա համար էլ այսօր որ տեղին խոսում եմ, ինձ տեղեկացել են, Ծառուկյան ջան, ուրեմն կորցնես ունեցվածքը, ասեմ ես իմ ունեցվածքը, իմ երկիր ունեցվածքը հետ փոխող մարդ չեմ, ես եմ ստեղծեմ, բայց այսօր այդ վախացնելը, մարդկանց ձերբակալը, դա ժամանակավոր բնույթ է կրում։ Այսօր իր թիմակիցներն էլ պարտավորված կատարում են, վախում են, չկատարեն իրենց էլ է ձերբակալելու։ Դա համար թողնանք էլ հանգիստ լինեն, ինչը սկիզբ ունի, նա վերջ ունի։ 8 տարի անցել է ոչ մի բան չի արել, այսօր միայն պարտվելով, խայտարակվելով, տուժելով, հին կազրկելով,
իմ ամբողջածին խեղճացնելով։ Սա է։ Դա համար այսօր ներվերի չար, որ ասենք թե զոհվածի մորն էլ կարա վիրավորի, թևից քաշեն կամ չեն թողում մարդիկ արտահայտվեն։ Այն ժամանակ ասում են, որ այսքան ժողովուրդ ունեմ, այդքան էլ վարչապետ եմ։ Կամ ասենք թե ինչ-որ ասում են, եթե ես մի քայլ կատարեմ, իմ ժողովրդին հարցնելու եմ, ժողովուրդը տեղակալ լինելու։ Գնաց Չեխիա հանձնեց Արցախը, այդ սաղ այդքան հարած, այդքան դրանցը, այդքան կորուստներ տվեց, ասեց մենք ինչ Արցախը ասում է դա Ադրբեջանով է։ Սենց շարունակվի 3 ամսվա ընթացքում ասել է Երևան Ադրբեջանա ու վերջ։ Սևան Ադրբեջան